Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց էր. քննարկվեց քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցող Հայկ Սարգսյանը նախագծով առաջարկեց ավելի խստացնել ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի պատիժները։ Եթե գործող օրենքով անչափահասին թմրամիջոց իրացնելու համար սահմանվում է 3-ից 6 տարվա պատիժ, ապա նախագծով առաջարկվում է պատիժ սահմանել 8-ից 15 տարի ժամկետով։ Տելեգրամյան ալիքներով ապօրինի թմրամիջոց իրացնելու պարագայում գործող օրենքը սահմանում է 3-ից 6 տարի պատիժ։ Նախագծով պատգամավոր առաջարկում է սահմանել 5-ից մինչև 10 տարի ազատազրկում։ Սարգսյանը նախագծի շրջանակներում առաջարկեց նաև խստացնել թմրամիջոցի ոչ իրացման, այլ սեփական կարիքների օգտագործման համար նախատեսված վարչական պատասխանատվության եւ ազատազրկման պատիժները նույնպես խստացնել։ Պատիժ տուգանքը առավելագույնը 10 պատիկի փոխարեն սահմանել 20 պատիկի չափով, այսինքն կրկնապատկել եւ ազատազրկում 1 տարվա փոխարեն սահմանել 2 տարվա պատիժ։ Սա եւս կրկնապատկել։ Եվ երկրորդ, խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ձեռք բերելու դեպքում պատիժ տուգանքը 10 պատիկից 30 պատիկի փոխարեն սահմանել 20 պատիկից 40 պատիկը, ազատազրկման ձևով պատիժը 2 տարվա փոխարեն սահմանել 4 տարվա պատիժ։ Նախագծի վերաբերյալ հարակից զեկույցով հանդես եկավ հանձնաժողովի նախագահ Արուսակ Ջուլակյանը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորն ընդգծեց, որ իր կուսակցի բերած նախագիծը բավականին երկար քննարկումների եւ մշակումների ճանապարհ է անցել։ Այժմ հասել են այն կարևոր փուլին, որ օրենսդրական տեսանկյունից այս կարևոր նախաձեռնությունը շունչ ստանա։ Հասել ենք մի կոնսենսուսային տարբերակի, որով որ այո, մեր օրերի ամենաարատավոր ախտերից մեկը ապօրինի թմրաշրջանառությունը, մենք փորձում ենք նաև կանխարգելել սանկցիաների խստացմամբ։ Նախագծի վերաբերյալ կառավարության կողմից դիրքորոշում հայտնեց Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը։ Վերջինս մանրամասնեց նախագծի կարևորությունը եւ հորդորեց կողմ քվեարկել եւ դրական եզրակացություն տալ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախաձեռնությանը։ Նախատեսվում է մի քանի ծանրացնող հանգամանքներ, որոնք են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, խոշոր չափերով, զվարճանքի կամ հանդիսադիր վայրում կամ հաստատությունում, ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում, զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում, ուսումնական հաստատությունում կամ դրա հարակից տարածքում տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուրեմն այդ գործողությունները կատարելը, այսինքն թմրանյութերի իրացումը պատժվում է 5-ից 10 առաջարկում է, ուրեմն պատիժ սահմանել 5-ից 10 տարի ժամկետով ազատազրկում։ Հանձնաժողովը հավանություն տվեց քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։